Մեր երիտասարդական բոլոր շարժումներն էլ, մեր հասարակական կառույցները ակտիվ ներգրաված են, որ իրոք ժողովրդի համար շատ ծանր է, էլի այս վիճակում մի հատ էլ տրանսպորտի թանկացում ենք, դրա մասին խոսում ենք ավելի շուտ, որ sense բաներ լինելու է, բայց Բաբայան Վահան ազգային ժողով պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մենք մի խոսքով ճիշտ ասած ինձ թվում է ամենառեալը մեր կենտրոն համայնքի վիճակն է, մի հատ պետք մոնիտորինգ անել, հասկանալ քաղաքացիների տրամադրությունները, որպեսզի այդ մարդիկ իրոք չստացվի որ 100 հոգի, ասենք ասում է մի վճարեք, բայց 100,000 հոգի ամոթից ելնելով դաշնով բանից վճարում է։ Եկեք ռեալ նայենք իրավիճակին, պետք է ուղղակի բարձր իրազեկում եւ ակցիային պետք է մասնակցեն հայտնի մարդիկ, որպես օրինակ պատգամավորներից դեռ որևէ մեկը չի մասնակցել, չկան։ Բայց դուք առաջի պատգամավորները եւ ավականի եւ ասենք որոշակի հասարակական հնչեղություն ունեցող մարդիկ կարող են մասնակցել։ Սա նորություն չի Ժորժ ջան, շատ ավելի դժվար բաներ է լինելու առջևում։ Դրա համար չենք վախենում, դրա համար պետք է մենք էլ մեր շուտ հնարավորինս լուման ներդնենք։ Բոլոր հավաքները ինքնաբուխ են։ Շատ ավելի լավ։ Ոչի կուսակցականացնում։ Եթե պատգամավորները մասնակցում են, դա միայն ողջունելի է, բայց որպես թող մասնակցեն ՀՀ քաղաքացի։ Երևի թե ուրիշ տարբերակ էլ չկա։ Այդ հարցը ուղղակի դուք տվեցիք, որ կուսակցեք, թե չէ մենք չենք Նպատակը թող իմանա։ Ձեզ հարմար երթով մի հատ կարող եք ոչ մեկից չեն ձեզ։ Ոչ մեկին կացով չեն խփել։ Մեր խումբը դիտեմ ասում։ Չնացածը չեմ կարող ասել։ Ու շոկա։ Շատ անգամ բան չեն ասում ճիշտ ասած, ես օրինակ 2-3 անգամ իջել եմ 100 դրամով, ոչինչ չեն ասել, իսկ մնացած դեպքերում որ 100 եմ տվել, սկզբից 100 չի 150 է, որ ասել եմ դա մեզ չի վերաբերում, որովհետև մենք չենք ընդունում այդ թանկացումները, ու մենք դեմ ենք դրան ու կոչ ենք անում բոլորին վճարել 100 դրամ, դրանց հետո մի քանի բառ ասել եմ վճարել աղջիկ եք այս կողմով, բայց ինչ-որ ուրիշ ավելորդություններ իրենց թույլ չեն տվել։ Իսկ ավտոբուսի մյուս ուղևորներին քարոզել եք, խորհուրդ տվել եք, որ իրենք էլ մենք մեր օրինակով օրինակ ենք ծառայում ու կոչ ենք անում, բայց շատ մարդիկ լինում են նաև, որ սկսում են վարորդին պաշտպանել ու ոնց որ խիղճ են ուզում արթնացնել, բայց այնպես չի, որ մենք վարորդի դեմ ենք։ Մենք էլ պայքարում ենք վարորդների համար։ Կոչ ենք անում վարորդին միանալ մեզ, գործադուլ անել ու չհամաձայնվել այս թանկացումների հետ, որովհետև նրանք ոչ մի օգուտ չունեն այս թանկացումներից։ Վարորդներ կան, ընդհանրապես չեն խոսում, ձայն չեն հանում, նույնիսկ ասում են մեր ժողովրդի տեղը, եթե մենք ասենք չեն վճարում, համոզված ենք, եթե մեր կողքին մեկը լինի վերահսկող, իրանք ականջները կախ, հարությունները դնում են ու իջնում։ Դրա համար մենք չենք կարողանում մասնակցել այս ակցիային։ Մի տուր, ես տվեցի 100 դրամ ու գնացի, հետո իրիկունը 8 համարով պետք է այստեղից գնալ, մի կին չուներ մանր, տվեցի, ասի ես ուղակի կտամ քեզ մանրը, ասես չէ, մենակ մանրի։ Տվեց իջավ, ինքը սիգնալ տվեց գոռաց, ասի չգոռաս, ասի ես էլ չեմ տալու, շատ բան ես անելու, երկու լոպիր շկնիկ պաշտպանեցի, բայց մի լավ թափով տղամար դրանց տեղը դրեց ու սստվեցի, էլի նորից տվեցին 150 դրամ ու 100 խառի, ես տվի 100 դրամ իջա, ոչ էլ բանի տեղ դրեցի, մեր երկրում չեմ կարծում, լավ բան չենք սպասում սրանցից, որոշել եմ էլ աշխատանքին չգնամ, որտեղ մենակ տրանսպորտի փող ա գա, օրը մեջի 3000 դրամ հազիվ, երեխես վաղը դասի ա գնալու, ով ա վճարելու։ Զուրային, ոչ ցենզուրային, ինչեր են ասել ձեզ։ Գերդաստանում ամբողջ սկսել են վիրավորել, իհարկե սկսել են, չնայած մենք երկուսս էլ աղջիկ էինք քաղաքացիական ակտը իրագործողները, բայց ամեն դեպքում վիրավորել հատ են արձագանքել իրեն։ Մեկը եղել է 58 համարի տրանսպորտը, սա ավտոբուսը, անմարտիրիսը եղել է 62-ը, նախկին 96, որ Իսկ մյուս քաղաքացիները ինչպես են արձագանքել, հետևել են ձեր օրինակին, թե ոչ։ Չէ,
մարդիկ էին հիմնականում, իրանք շատ միանգամից իրենց 150 դրամները ստանդարտ վճարեցին ու ինչ անիշտ դրած մտածեցին։